Նայեք, բոլորին թվում է, որ արհեստական բանականությունը ինքը իրականում sense մի հատ կախարդական փայտիկ է, որ դու եկար sense կպցրեցիր ու ամեն ինչ քո տեղը անելու է, որովհետև այդ կինոներում որ տեսնում եք, սաղ բան են անում, շատերի մոտ տպավորություն է, որ հենց AI-ը կպցրեցի, սա խնդիրներս լուծելու է։ Բայց եթե մի քիչ առաջ իմ պրեզենտացիան նայեք, մի հատ սլայդ ունեի, որտեղ ցույց է տալի, որ եթե դուք ձեր բիզնեսում խնդիրներ ունեք, արհեստական բանականությունը միացնելով ձեր խնդիրները կրկնապատկվելու են, անգանապատվելու են, հա, որովհետև այն ինչ չէր աշխատում ձեր մոտ ու վատ էր աշխատում, հիմա արհեստական բանականությունով ավելի վատ է աշխատելու։ Դրա համար ամենակարևոր կոմպոնենտներից մեկը, ինչ արհեստական բանականությունը, HR-ում եւ ցանկացած ուրիշ բանում պետքա լավ աշխատի։ Նաեւ որ դուք պետքա հասկանաք ձեր բիզնես process-ները ոնց են ճիշտ կազմակերպված, թե չէ։ Եվ եթե դուք Էդգարի ելույթը լսում եք, Էդգարը խոսում էր նրա մասին, որ տվյալները ամենակարևորն են։ Եվ իմ փորձից ելնելով ամենամեծ խնդիրներից մեկը նույն HR-ում եւ ցանկացած ուրիշ ինդուստրիայում նա է, որ տվյալները մի տեղում չի հավաքագրված։ Տվյալները ծվրված են տարբեր ֆայլերի մեջ։ Տվյալները կիսատ են, պռատ են, որովհետեւ ժամանակի ընթացքում հիմա լավ, ով է ձեզանից HR-ի գործունեությունում օգտագործում Excel կամ Google Sheet։ Ձեռքեր։ Ուրիշ ինչ գործիք է կազմեք օգտագործում կամ քանի գործիք եք օգտագործում, լավ։ 2, 3, 5, 10 տարբեր։ Այսինքն, եթե HR մենեջեր եք, HR մասնագետ եք, շատ ժամանակ լինում է, որ ասենք դոկումենտները ձեր մի հատ ինչ-որ Google folder-ում եք պահում, ճիշտ է։ Ինչ-որ խոսակցություններ, ինչ-որ չաթերի մեջ են գտնվում, HR-ական։ Ձեր աշխատավարձները ուրիշ մի հատ դոկումենտի մեջ է, հաշվապահի մոտ է, ճիշտ է։ Այսինքն տասնյակ տեղ ունեք, որտեղ ինֆորմացիան, ձեզ թվում է, որ դուք այդ ինֆորմացիան ունեք, բայց իրականում ինքը սփռված է տարբեր տեղ։ Նրա համար, որ դուք կարողանաք ցանկացած տեխնոլոգիայում, ցանկացած բանում օգտագործեք արհեստական բանականություն, գալիս է, որ առաջինը պետք է համախմբեք ձեր տվյալները միտեղ։ Եվ երկրորդը կարևորը մաքրեք ձեր տվյալները, որովհետև այն Excel դոկումենտները, որ շատերը սկսում են հավաքագրել, սկսել են մի 5-10 տարի առաջ, հետո տենց մի քանի տարի հետո այդ ֆայլը copy են արել, մեջը մի հատ կալոնկա են ավելացրել, մի հատ ուրիշ բան են սկսել գրել, հետո մի հատ ուրիշ բան են ավելացրել, եւ հետագայում, երբ որ դուք տալիս եք արհեստական բանականության, ինքը ուզում է տենց այդ նույն կալոնկեքը իրար համապատասխան copy անել, ստացվում է, որ մի հատ sense կաշա է դառնում ու անհնար է լինում օգտագործել ձեր տվյալների համար, որպես արհեստական բանականության ռեսուրս ստացվում է ձեր տարիներով հավաքված այդ տվյալները անիմաստ են։ Երկրորդ ամենամեծ խնդիրներից մեկը, որ էլի հանդիպել եմ նույն մենակ HR-ի հետ կապված չի ցանկացած բան այնտեղ, շատ տվյալներ կա, որ գտնում է մարդկանց գլուխներում։ Այսինքն, ինչ որ մեկը մի բան գիտի, մենակ ինքը գիտի ու ոչ միտեղ դա գրանցած չի։ Ասենք, չգիտեմ, ինչ մի հատ բախտ բացող չի էլի։ Հա, մանենց է ստացվել, ինչ որ մեկին պիտի ինչ որ մեկին պետք է անհանգստացնեք, հա։ Հիմա օրինակի համար ինձ երեք մի հատ հարց տվեցին գնի հետ կապված, օֆիսի մեր վարձի հետ կապված, ես էլ ասում եմ, ես չգիտեմ, ես չունեմ ոչ միտեղ ռեսուրս դա գրանցած, ես ասում եմ պետք է զանգեմ մեր հաշվապահին, որ ասի թե ինչքան ենք մենք տալիս այդ օֆիսի վարձը քառակուսի մետրի համար, որովհետև մենք համակարգում դա չունենք։ Սա պարզ օրինակ եմ ցույց տալի, որ այդ տվյալը չունենալով ես չեմ կարողանում նույն արհեստական բանականությանը տամ իմ բոլոր ծախսերը, ասեմ, որ մենք քառակուսի մետրի համար արդյոք շատ ենք վճարում մեր օֆիսային տարածքի համար, թե քիչ ենք վճարում, ինչքան է միջին մարդաքանակ օֆիսային տարածքի հարաբերությունը եւ մնացած ուրիշ տվյալներ, որը միգուցե ինձ թույլ տար մեր ծախսերը 1%-ով կրճատել։ Որտեղ այդ տվյալը գտնվում է մեր հաշվապահի գլխում։ Ու ինչ որտեղ իր թղթերի մեջ, որը երբ որ ես հիմա զանգեմ հաշվապահին ասեմ, կներեք, այս TV ինչքան է, պետք է ասի մի հատ գնամ այս թղթերը բարձրացնեմ, բայց հիմիկվա դրությամբ, քանի որ մենք գնում ենք դեպի արագություն, ի՞նչ է մեզ տալի արհեստական բանականությունը, արագություն եւ հասանելիություն։ Այդ տվյալները չլինել, այդ տվյալները ինչ որ մարդու գլխում, բերում է մեզ հակառակ էֆեկտի։ Եվ ամենավատը լինում են
կազմակերպություններում, երբ որ լինում է ինչ-որ կարծրատիպ մի հոգի մարդ, որին անհնար է լինում գործից հանել, նամանավանդ եթե տասնամյակներով աշխատող բիզնես է, որը կարևոր գաղտնիքները բիզնեսի գիտի, ոչ միտեղ դրա մասին չի պատմում, ու իրան անհնար է լինում փոխարինել այդ կազմակերպությունում, որովհետև դե իրան որ հանենք, բա ինչ ենք անելու։ Հա, Ամերիկայում դա շատ մեծ խնդիր է։ Հիմիկվա դրությամբ ինչի մեծ կազմակերպությունները, մեծ կորպորացիաները, որոնք տասնամյակներով աշխատում են, չեն կարողանում իրանց մարդկային ռեսուրսները ճիշտ կառավարեն, ինչ որ մարդկանց միգուցե օպտիմիզացնեն, որովհետև մարդկանց գլխում ինքան ինֆորմացիա կա, մարդիկ են որ տեղավորվել են, ոչ մեկին չեն պատմում ոնց է բիզնես process-ը գնում է իրա, բիզնեսն էլ այնքան խառն է, որ այդ մարդուն չեն կարող գործից հանեն։ Իսկ այդ մարդը սկսում է ինչ-որ մոմենտ հասկանում է, որ իրան չեն կարողանում գործից հանեն, սկսում է գործ չանել։ Պարզապես։ Եկեք անկեղծ լինենք, էլի։ Չէ, նու նայեք, չեմ ասում, տենց մենք ուզում ենք այնց հանենք, որ արհեստական բանականությունը գա, սաղին գործից հանի։ Մենք ուզում ենք այնց հանենք, որ եկեք դուք նայեք մյուս կողմից, հա, բիզնեսի աչքերով նայեք։ Բիզնեսի խնդիրն է փող աշխատելը։ Կապիտալիստիկ պետք է մտածել, ճիշտ է։ Եթե բիզնեսը տենում է, որ ինչ-որ իր կոմպոնենտներից մեկը ճիշտ չի աշխատում, ի՞նչ է պետք անել։ Կամ պետք է փոխել այդ դետալը, կամ պետք է փորձել օպտիմիզացնել։ Ոստեղ մի հատ խնդիր է գալի, ինչ մենք երկար տարիներ առնչվել ենք մեր բիզնեսում, որ լինում են մարդիկ, որոնց դու գործի եք ընդունում, եւ այդ մարդիկ ինչ-որ ժամանակի ընթացքում հասկանում եք, որ հա, պրոֆեսիոնալ իրանք լավ մասնագետ են, բայց տեխնիկական երբ որ սկսում են իրանք աշխատել, ասենք չգիտեմ, մարդամոտ չեն ժամանակին deliver անում, հա, ասենք պետք է վաղը հանձնել, մոռանում են, չեն տալիս։ Ինչ եք փորձում դուք անեք, որպես HR մասնագետներ։ Պատասխաններ։ Չկա, ինչ եք անում։ Մարդուն ընդունել եք, լավն է, ռեզյումեն լավն էր, ինտերվյուն լավ անցավ, գործ ընդունեցիք, սկսել է աշխատել, բայց լավ չի աշխատում։ Միկրոֆոնը հա, փոխանցեք։ Լավ, զրուցում եք հետը, փորձում եք հասկանալ, հետո։ Դե առաջինը զրուցել, հասկանալ ինչու՞մն է խնդիրը, որ ունենք են ինչ որ ունենք։ Լավ, հետո։ Հետո արդեն կախված է այդ զրույցի հետագա ընթացքից էլի։ Լավ, իսկ ով է զրուցում։ Մենեջերը, HR-ը, ով է պետք է զրուցի։ Դե երևի թե ասիկ HR մասնագետը, հա։ Չէ, ցանկացած թիմի նոր մասնակից է, կազմակերպությունում աշխատակից է։ Իմ կարծիքով, չէ, իմ կարծիքով HR-ը։ HR-ը, բայց թե մենեջերը պետք է աշխատի մարդու հետ։ Նա տեսնում եք այդտեղ։ HR-ականը քննարկենք։ Հա, փորձեմ ձեր հարցին պատասխանել։ Երբ որ հարցազրույցը արդեն հաջող անցել է եւ աշխատանքի ենք ընդունել, դրանից հետո պետքա կցվի համապատասխան մասնագետներ, այն միջավայրը, որտեղ որ մենք արդեն աշխատանքի նկարագիր ունենք ու ակնկալիքներ ունենք համապատասխան աշխատակցից, եթե ինքը տեղ չի հաջողում, այդ ադապտացիոն շրջանում մենք պետք է հասկանանք ինչն է պակաս իր ուժեղ թույլ կողմերը եւ փորձենք վերապատրաստումներով, մասնագետների միջոցով, եթե այդ ամենը չի աշխատում ու ղեկավարը այդ ամենից տեղեկացված է ու տեսնում արդյունք չկա, այն օր պետք է հասնի ղեկավարի հետ։ Զրույցը, որից հետո որոշում կայացվի, այդ մարդը մնում է, թե աշխատանքից ազատում են։ Ես շատ կարճ ասեցի, ճիշտն ասած, ինքը ավելի բարդ process է երկարատև։ Հա, մի հատ կարճ հարց տամ, թե կարելի է ձեզ մի վարքյան։ Լավ, հեսա թող պատասխանեմ։ Շնորհակալություն։ Ամեն դեպքում շնորհակալություն կարծիքի համար, մեզ մոտ այլ կերպ է, ունի ուղիղ ղեկավար եւ ունի գործառույթներ։ Եվ KPI-եր բնականաբար եւ ադապտացիոն առաջինը պիտի խոսի անպայման ղեկավարը ադապտացնի, եթե չի հաջողվում փուլերով անցնել, արդեն երկրորդը մեզ մոտ HR-ն է, մասնագետն է զրուցում։ Գուցե ղեկավարի հետ չի կարողանում համատեղել աշխատանքը, խնդիր կա շփման եւ այլի, արդեն դա ընդհանրապես։ Իսկ որ դուք զրուցեցիք, դա հիմա այդ թղթաբանությունը, զրույցը ինչի մասին է եղել, ինչ խնդիրներ ա եղել, սա ամեն ինչը գրանցվում է, պահվում է եւ օգտագործվում է։ Ինչ վիճակով։
Ցավոք սերտի, ինչպես դուք նշեցիք, Google Shift-երում HR-ի փաստաթղթավորման անձնական իր բազայում տվյալ աշխատողի բոլոր հանդիպումները, սկսած հարցազրույցից ավարտած իր հետ հետադարձ կապերով երկկողմանի այդ փաստաթղթավորվում է եւ HR-ի կողմից պահպանվում է, որպեսզի վերահսկվի թե այդ մի ամսվա ընթացքում ինչ են կարել օրես մարդը լավ աշխատի կամ իսկ ելով այտենց սաղ փաստագրում, ասենք ինչ են խոսացել մենեջերը, HR-ը, երբ են խոսացել, ինչ են քննարկել, ինչ process են մտածել։ Այստեղ հասկանում եք, որ հա, դուք միգուցե դա կանում եք ոչ շատ ամենալավ օպտիմալ ձևով, հա, Google ինչ որ sheet-ի մեջ, բայց ինչքան հասկանում եմ, դուք չեք անում նման բան, ասենք Ցավոք սրտի պետական համակարգում ընդհանրապես է ձեր ասածները չկա։ Ցանկացած համակարգում պիտի լինի դա։ Գոյություն ունի պաշտոնյա ազնագիր, եթե պաշտոնյա ազնագրով համապատասխանում է, համարվում են հաջող եւ եթե կոնկրետ կատարողականը նորմալ արել է, բայց եթե խոսում ենք բիզնես ոլորտում, բնականաբար ձեր ասած այդ համամիտ եմ եւ այդտեղ շատ կարեւոր է այն չափորոշները, ստանդարտները, բացի պաշտոնյա ազնագրից, մենք ինչ ենք անկկալում աշխատակցից։ Եվ եթե այդ ամեն ինչը արձանագրվում է, ապահովում է, միգուցե արհեստական բանականությունը արդեն կվերլուծի ու կտա այն ինչ որ մենք ուզում ենք, բայց ի սկզբանե մենք մեր ստանդարտները պիտի հասկանանք, ինչ ենք ուզում։ Շատ լավ է։ Հիմա եթե թույլ կտակ լրացնեմ, էլի։ Նայեք, ընդհանուր առմամբ իրականում բիզնեսում, եթե հատկապես բիզնեսը հասուն է եւ աճել է, հասել է նրան, որ ունի գրագետ HR բաժին կամ HR ինստիտուտ, այսպես ասված, այդտեղ գործում է համակարգ, հա, ոնց որ մեր գոլեգան նշեց, կա ստանդարտներ, կան հստակ pipeline, որով շարժվում է ընտրությունը ոչ թե կանդիդատը ուղղակի, այլ hiring process-ը, աշխատողին ընտրելու process-ը եւ ձեր ասած փուլում, երբ որ մեր աշխատողը մենք տեսնում ենք ինչ որ ձևով չի համապատասխանում մեր ակնկալիքներին բիզնեսի, այդտեղ մենք առաջին հերթին պարտավոր ենք նայել մեր սիստեմայի մեջ, մեր համակարգի մեջ ինչը չի աշխատել։ Որ մասը միգուցե մենք պիտի գնահատենք փափուկ հմտություններ, որոնք թերի են գնահատել։ Միգուցե մենտորին ենք սխալ ընտրել, հա, ոչ այն մենտորն է պատրաստված չի եւ այլն։ Ասել, որ բոլոր բիզնեսներում կան հստակ տվյալների պահպանման բազա, կա ծրագիր, օրինակ, չգիտեմ, software կա, որում կարելի է պահպանել եւ այլն, բարձա բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ բոլոր բիզնեսներում դա կա։ Ամեն մեկս գործն անում ենք այնպես, ոնց կարողանում ենք եւ այստեղ երևի ձեզ լսենք, դուք ավելի գրագետ կասեք, ոնց AI-ը կիրառենք։ Ես հենց կակրած դրան եմ բերում, որ ամեն ինչ գալիս է նրան, որ դուք այդ տվյալները պետքա ճիշտ հավաքագրեք, պահեք ճիշտ գործիքակազմով եւ օգտագործեք, այսինքն այստեղ խնդիրը գալիս է ինչի մեջ։ Եթե դուք ինչ-որ տվյալներ չեք պահել, դուք չեք կարողանում հետ գնալ եւ վերջի ձեր 10 սխալ hiring-ները նայեք եւ մի հատ մեջը այտենց ասած արհեստական բանականությունը տակ, ասեք մի հատ pattern գտի, թե ինչն ենք մենք սխալ արել, ինչու ենք մենք 10 հոգու սխալ ընդունել։ Այսինքն ես բերում եմ նրան, որ ամենակարևոր կոմպոնենտներից մեկը ցանկացած բիզնեսում եւ նամանավանդ HR-ում տվյալների պահպանողությունն է։ Այսինքն դուք պետք է այդ տվյալները պահպանեք ու ցանկալի է, շատ ցանկալի է նույն ձևով դա պահպանեք այդ տվյալները։ Հա, որովհետեւ եթե դուք հատուկ ֆորմատ չունեք ներդրած, թե դուք ոնց եք զրուցում այդ աշխատակցի հետ, ինչ process-ով եք դուք աշխատակցին տանում, դուք չեք կարողանում հետո նույն արհեստական բանականությունը բացատրեք, ասեք այս 10 հոգուն նայի, հասկացի ինչու է եղել մեր գլոբալ խնդիրը, որովհետև հիմիկվա դրությամբ արհեստական բանականությունները շատ խելացի են, շատ։ Ու եթե դուք իրենց բավականին չափ շատ տվյալներ տաք, ու ինչքան շատ, այդքան լավ։ Ասեք վերլուծի ու գտի կապեր։ Շատ հնարավոր է միգուցե արհեստական բանականությունը գտնի խնդիրներ ձեր hiring process-ի մեջ, որ ձեր միգուցե հայտարարության մեջ մի բան ուրիշ ձև եք գրում, դա բերում է սխալ մարդկանց ձեր հայտարարություններին, որով հետո իրենք անցնում են hiring process-ը եւ այլն, եւ այսինքն ստացի, որ ձեր միգուցե hiring process-ի մեջ խնդիր ունեք, ոչ թե ձեր HR-ական process-ի մեջ, հա, այսինքն ձեր HR-ը նորմալ է, այդ պարամետրներով անցնում է, բայց միգուցե requirement-ներն է պետք բարձրացնել։ Ինչի համար եմ սա ասում, որ եթե դուք
արհեստական բանականությունում ավելի ճիշտ ենք եք ասեմ, էլի։ Ինքը կոչվում է garbage in, garbage out։ Զիբիլ մտցնեք, զիբիլ դուրս կգա։ Սպասել, որ դուք լավ տվյալներ կստանաք արհեստական բանականությունից ու բոլորը ես մտածում եմ ուզում եք sense AI-ը կպցնեք ձեր գործում ու միանգամից sense երջանիկ բան անեք, օգտագործեք, հա, sense ուրախ լինեք, բայց ցավոք սրտի դա բերում է նրան, որ եթե դուք ճիշտ չեք հավաքագրել տվյալները, բայց դա էլ գալիս է նրանից, որ ձեր բիզնես process-ները միգուցե սխալ են։ Եվ այստեղ հարցը, արդյոք դուք որպես HR մասնագետ կարողանում եք փոխեք ձեր բիզնես process-ները, թե ոչ։ Կարողանում եք փոխեք, թե ոչ։ Դուք կարողանում եք ազդեք ձեր ղեկավարության վրա, որ ասեք, որ մեզ պետք է ուրիշ բիզնես process-ներ ունենալ, որ մեր գործը լավանա։ Ես մի հարց ունեմ կապված recruitment-ի հետ։ Ես վճար չեմ, ուղղակի հետաքրքիր է, էլի։ Հիմա տարբեր ընկերություններ իրենց recruitment-ի հատկապես սկզբնական առաջին 1-2 փուլերը իրականացնում են AI agent-ների միջոցով, ու դու ինտերվյուն անցնում ես հենց AI-ի հետ, կան վիդեո տարբերակներ, գրավոր տարբերակներ եւ այլն։ Ինչ հետաքրքիր է, արդյոք կա ինչ-որ ստատիստիկա դրա արդյունավետության կամ եթե չկա ձեր ենթադրությունը, կարծիքը այդ թեմայի շուրջ, արդյոք AI agent-ը կկարողանա ճիշտ ֆիլտրել կանդիդատին, ու ինչքանով դա կլինի ոնց որ արդյունավետ կազմակերպության համար։ Ինչքանով չեն կորցնի լավ կադրեր որևէ սխալի պատճառով։ Եկեք սկսենք նրանից, թե ինչա կազմակերպությունը սկսում օգտագործել արհեստական բանականությունով recruitment-ը։ Ձեր կարծիքով։ Գուցե մարդկային ռեսուրսը ավելի ճիշտ օգտագործելու համար, օրինակ HR-ը դրա վրա ժամանակ չծախսի, AI-անի ավելի Այսինքն ինչ է դառնում, ցանկացած այդպիսի գործիք օգտագործելուց իրանք ինչ որ պարամետրներ են դնում, որ այս պարամետրներին մարդը պետք է համապատասխանի։ Եթե ձեզ թվում է, որ այդ նոր են սկսել օգտագործել, իրականում դա 10 տարի, 15 տարի առաջ արդեն դեռ օգտագործում էին, որ շատ տեղեր կար, որ keyword-երով էր ինքը նայում, երբ որ email էիք ուղարկում, ինքը նայում էր, թե email-ի մեջ արտասահմանում շատ են դա օգտագործում, email-ի մեջ ինչ keyword-եր է գրել, ձեր resume-ի մեջ այդ keyword-երը կա, ու ավտոմատ կամ ձեզ reject էին անում, կամ գնում էր next step-ը, հա։ Այսինքն, այնպես չի, որ դա նոր բան է HR-ում, դա միշտ էլ եղել է, դա օգտագործում են կազմակերպությունները, որոնց մոտ շատ է հոսքը։ Հիմա դուք պատկերացնում եք, չէ՞, ինչքան մարդ է Google-ին կամ ասենք Facebook-ին դիմում։ Իհարկե կա ինչ որ մի հատ տոկոս, 1%, 2%, 3% հստակ չեմ կարող ասեմ, շանս, որ կարող է ինքը շատ լավ կանդիդատ էր, բայց այտենց այդ մոմենտին տրամադրության մեջ չէր, AI-ն էլ լավ չպատկերացրեց, ձայնը դողաց, ասենք չաշխատեց լավ ու դրանից ելնելով AI-ը որոշեց, որ պետք չէ մարդուն գործի ընդունել, հա։ Բայց կազմակերպությունը պատրաստ է այդ ռիսկին գնալու, որովհետև օգուտ ավելի շատ է ժամանակի խնայելու ու գնալով էլ ավելի շատ են ալնելու։ Եվ իրենք այդ ռիսկերին համաձայն են։ Այսինքն, եթե իմ բիզնեսի տեսակետից ես 100 հատ application եմ ստանում ու ես մարդ, որ պիտի նստեր 100 հոգու նայեր, ավելի թանկ է նստելու, քան թե ես մի հոգու լավ մարդու կորցնեմ, միգուցե իմաստ ունի արհեստական բանականությունը օգտագործել։ Okay, մի հատ follow-up հարց այս թեմայով։ Այսինքն, կախված կազմակերպության չափից ու հոսքից, դրա վրա հիմնվելով պիտի այդ որոշումը կայացնեն օգտագործել AI agent, թե չէ, որովհետև տարբեր ծավալի կազմակերպություններ օգտագործում են։ Իհարկե, դա գումարի է գալիս կանգնում։ Այդ գործիքները էժան չեն, որովհետև նայեք, AI ինտերվյու անելը էժան գործիք չի, ամեն մի ինտերվյուի համար կարող է ձեզանից ինչ որ X գումար գնա։ Հիմա այստեղ հարց առաջանում, եթե դուք ունեք ռեսուրս, ու այդ ռեսուրսը գիտեք ոնց ճիշտ ուրիշ տեղ օգտագործել, դա ձեզ կօգնի ավելի շատ գումար աշխատել, իմաստ ունենում է։ Այստեղ բիզնես ֆինանսական տնօրենն է որոշում, որ պահից սկսած ավելի իմաստ ունի գնալ դեպի արհեստական բանականություն, թե հենց HR մենեջերը կամ ռեկրուտերը որ կա, այդ գործով զբաղվի, նստի ձեռքով ստուգի։ Որտեվ եթե ասենք, չգիտեմ, շաբաթական 10 հատ ռեզումե են ստանում, 10 հատ ինչ է, կարող է նստի, տենց չգիտեմ, կես ժամում սաղ բոլորը նայի, հա, բայց եթե 100 հատ օրական են ստանում, հարց է, մի հոգին կհասցնի անել, թե չէ։ Եթե տեսնում են, որ ավելանում է, շատանում է ոնց որ տոկոսով օրվա ռեզումեների քանակը, քանց թե մարդը հասցնում է process-անի, իմաստ ունի իհարկե փոխարինել։ Okay, շնորհակալություն։ Ուրիշ հարցեր։
Բոլոր հարցերը HR-ից ստացաք, տենց AI-ով օգտագործելու։ Կներեք, իմ հարցը KPI-երը մշակելու գործում HR-ի դերը որքանով մեծ է եւ ինչպես կապել հենց AI-ի հետ միասին, որտեղ ոնց հասկանում եմ, մեզ մոտ ինչպես է ղեկավարը, HR-ը եւ ֆինանսիստը, ոնց որ միասին են աշխատում KPI-ի մշակման գործում, բայց արդյոք այդ ճիշտ է այդ մոտեցումը կամ ինչով կարող է օգնել ավելի ճշգրիտ դուրս բերել KPI-ը։ Դե տեսեք, նայեք, ոնց որ KPI-ը ինքը բիզնեսի կոմպոնենտ է, ինքը մարդու կոմպոնենտը չի։ Հա։ Ինքը գալիս է վերևից, եթե մենք վերցնում ենք OKR-ը, օբյեկտիվներ ենք վերցնում, օբյեկտիվների տակ վերցնում ենք, թե ինչ է պետք է անենք, ինչ պիտի ինդիկատորներ չափենք այդ օբյեկտիվի մեջ, ու արդեն դրա տակ մենք դա կպցնում ենք մարդկանց։ Երբ որ դա արդեն համապատասխանում ենք մարդկանց, դա պետք է արդեն չափելի լինել, որովհետև եթե մի հոգին հնարավոր է դա այդ ընդհանուր OKR-ը հետ գցի, դա գալիս է արդեն կանգնում է HR-ի խնդիր։ Բայց եթե բոլորը աշխատում են, այսինքն HR-ը մասնակցում է այն ժամանակ, երբ որ այդ KPI-ը սկսում է հետ ընկնել։ Երբ որ KPI-ը աշխատում է ոնց որ պետք է աշխատի, բոլորը անում են իրենց գործը։ HR-ի մասնակցությունը իմ կարծիքով այդքան էլ կրիտիկական չպետք է լինի։ Դա ավելի բիզնես որոշում է։ Այ երբ որ սկսում է սիստեմատիկ, ոչ թե մեկ անգամ, երկու անգամ, որտեղ լինում է դուք չգիտեմ ոնց է բիզնեսում, բայց նույն տեխնոլոգիական ոլորտում, երբ որ խնդիրը առաջանում եւ գրաֆիկից հետ են ընկնում, անում են post-mortem, այսինքն հետագայում նայում են հետ, տեսնում են որտեղ է խնդիր ունեցել, միգուցե սխալ KPI-ներ էր դրվել բիզնեսի կողմից, շատ բարձր են պլանկը դրել, չեն կարողանում հասցնել։ Այսինքն ոչ թե մարդն էր մեղավոր, որ չեն հասցրել, այլ պրոստը սխալ էր հաշվարկվել։ Դրանից հետո վերահաշվարկվում է ընդհանուր բանը։ Ճիշտ եմ ենթադրում, որ recruitment-ի փուլում էլ արդեն պետք է HR-ը ճիշտ մարդ ընտրի ըստ տվյալ հաստիքի ու իր KPI-ի։ Իհարկե, դե նայեք, այսինքն իր ներգրավվածությունը արդեն առաջինը հենց recruitment-ի փուլում պիտի լինի, ստացած իր առաջադրանքը ճիշտ կատարելուց եւ սա գալիս է նրանից, որ պետք է հստակ հասկանալ, թե այդ աշխատակիցում գործի ընդունում ինչ պետք է անի։ Իսկ աշխատակիցը ինչ պետք է անի, պետք է գա բիզնեսից, որ ասում է մեզ պետք է այս տիպի բան։ Բայց շատ ժամանակ լինում է, որ, չգիտեմ, ես ինչ եմ նկատել, ինչ-որ ստանդարտ ռեզյումե են գրում, ճիշտ է, այս մեզ պետք է այս տիպի մասնագետ, SSSS, բայց հետո շատ քիչ է լինում, որ այդ նույն մարդուն նույն պարամետրներով կարողանում են գտնել։ Հետո ում կարողանում են hire անում, պրոստը որտեվ արդեն չկա այդ ուզած պարամետրներով մարդը։ Բայց իհարկե դա բիզնեսից է գալիս։ Նորից վերադառնում ենք դրան, որ սա տվյալներն է կարևոր։ Սկսեմ նրանից, որ այս գործիքակազմը մենք երկար տարիներ տարբեր կազմակերպություններ ես ունեմ եւ տարբեր կազմակերպություններ օգտագործել ենք, օգնել ենք։ Հասկացել ենք, որ էլի ամենակարևոր խնդիրը դա տվյալների հավաքագրումն է եւ ճիշտ պահելն է։ Եվ մինչեւ տարբեր process-ներ ներդնելը մեր կազմակերպությունում մենք էլի նույնպես ինչպես դուք եք հիմա հարցեր տալի, մենք չէինք հասկանում, որ ինչա կատարվում մեր բիզնեսում նամանավանդ թիմի հետ կապված, օպտիմիզացիայի հետ կապված եւ ամենամեծ խնդիրը թիմը չէր հասկանում, թե ինչ են իրանցից պահանջում։ Շատ հետաքրքիր է, որ շատ ժամանակ մեզ թվում է, որ թե ղեկավարները միշտ ճիշտ են, իսկ թիմը սխալ է ըմբռնել, հա, ոնց որ, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ շատ ժամանակ դա լինում է miscommunication, թե ինչ է թիմը կարողանում անել եւ ինչ են ղեկավարները իրենցից սպասում։ Դրա համար մենք ժամանակի ընթացքում այս հարթակն ենք ստեղծել, որը մենք ներքին էինք օգտագործում, որը հիմա որոշել ենք արդեն տանել ոնց որ շուկա, արդեն ինքը ԱՄՆ-ում օգտագործում է շատ կազմակերպությունների կողմից։ Իվարկե։ Սկսենք նրանից, որ տենում եք ինչքան շատ մենյուներ կա, որ արդեն բան է լինում, հետաքրքիր է։ Սկսում ենք մենք կազմակերպությունից փակեմ։ Սեմ պարամետրն է, որը շատ կազմակերպություններում շատերը նամանավանդ եթե մեծ կազմակերպություն է, չեն հասկանում, թե ով ումա պատասխանատու։ Շատ տարական բան եմ ասում, բայց շատ կազմակերպություններում մարդիկ չեն հասկանում ով է իրանց ղեկավարին ճանաչում են, բայց հետո չեն հասկանում, թե ով որտեղ է, ինչ պատասխանատվություն ինչ է կրում։ Սա այն
պարզ բանն է, որը դուք նույնիսկ չեք սարքում, ինքը ավտոմատ է սարքվում կազմակերպության հիման վրա, այսինքն կցվում ամեն մեկին իր մենեջերը, ինքը ժամանակի ընթացքում արդեն սարքում է ձեր organization structure-ը, որը հասանելի է ցանկացած թիմի համար, մտնում է, ինքը ավտոմատ տեսնում է։ Ինչն է սրա լավ բանը։ Երբ որ մարդիկ, սա մենք արել եմ ես ինքս 10 քանի տարի առաջ աշխատելով մի հատ ուրիշ կազմակերպություն, ձեռով Photoshop-ով եմ սարքել sense բան, ու իրան երևի ամիսը մեկ փոխում ենք, երբ որ նոր թիմի անդամ էր ավելանում, տանում իրան նկարով կպցնում էինք։ Ինչի համար եմ սա ցույց տալի։ Ավտոմատիզացնա process-ը, երբ որ դուք ունեք ներդրված ինչ-որ համակարգ, սաղ էս բիզնես process-ը ինքը անընդհատ up to date է, որովհետև մեր մոտ խնդիրներ լինում էր, ինչ որ մեկի անունը ստեղ գրած էր լինում, որ ինքը կրեատիվ դիրեկտորն է, պետք էր գնալ հարց լուծել, ըստ մեր կազմակերպությունը 250 հոգի մարդ էր աշխատում։ Դու անունով գնում էիր, ման էր գալի, բարձում այդ մարդը գործից արդեն դուրս է եկել, բայց ոչ մեկ այդ դոկումենտը update չէր արել։ Փոքր կազմակերպություններում սա իհարկե արդեն բոլորը իրար ճանաչում են, բայց ինչքան մեծանում է կազմակերպությունը, սա դառնում է քրիտիկական կոմպոնենտ, բայց այս դեպքում ինքը ավտոմատ ամեն ինչ update լինում էր։ Ստեղ մենք ունենում ենք մեր թիմի անդամներին, որտեղ մենք կարողանում ենք ավելացնենք իհարկե, բայց ամենակարևոր բաներից մեկը թիմի անդամների, որ ամեն թիմի անդամ ունի բավականին լիքը շատ տվյալներ իր մասին սիստեմայում գրանցած, սկսած երբ է սկսել աշխատել, այս էլ է շատ հետաքրքիր, HR-ները սիրում են, չէ, որ իր աշխատելու երբ է սկսել աշխատել, հա, որից մի հատ նվեր տան, չգիտեմ, ով անում նվերներ տալիս են, աշխատանքային նվերներ կամ շնորհավորանքներ եւ ծնունդի շնորհավորանքներ եւ հետագայում այստեղ ավելացվում է սաղ տեխնիկական պարամետրները մարդու մասին, որը հնարավոր է, այսինքն ինչ տեխնիկական տվյալներ ինքը գիտի, ինչ մնացած ուրիշ ժամանակակից տեխնոլոգիաների է մարդը կարողանում տեխնոլոգիաներից է մարդը հասկանում։ Հետաքրքիր ֆակտ, որ շատերը կազմակերպություններ կար սկզբում չէին օգտագործում, որ աշխատավարձը ստեղ լինի, բայց քանի որ ինֆորմացիան մի տեղ է հավաքվում, ժամանակը ցույց է տալի, որ երբ որ դու կարողանում ես այստեղ գցում եք դուք իր աշխատավարձը, հետո task-երի մեջ ցույց է տալի ինքը ինչքան պրոյեկտի վրա է աշխատել, ինչքան ժամանակ է ծախսել ամեն պրոյեկտի վրա, հնարավոր է լինում չափել մի հոգու էֆեկտիվությունը ընդհանուր բիզնես process-ի մեջ։ Այսինքն, եթե պատկերացրեք, կա ինչ-որ մի հատ task, որի վրա աշխատել են 5 հոգի, մեկը աշխատել է մի ժամ, մեկը աշխատել է 5 ժամ, բիզնեսին, որպես բիզնեսի ֆինանսական տնօրենին, անհնար է լինում չափել, հասկանալ, թե ինչքան է եղել ամեն մեկի էֆեկտիվությունը աշխատակցի եւ ինչքան փող է ծախսվել այդ product-ի վրա, որովհետեւ շատ ժամանակ չափում են մենակ ընդհանուր, ինչքան փող ենք աշխատել, ինչքան փող ենք աշխատավարձ ծախսել։ Ոստեղ գալիս է կանգնում է, որ գործիքակազմը թույլ է տալի ինքը չնայած նրան, որ HR-ական կոմպոնենտը աշխատավարձը, բայց թույլ է տալի ֆինանսական տնօրենին շատ լավ հաշվարկներ կազմել այս տվյալների հիման վրա։ Եվ հետաքրքիր կոմպոնենտներից մեկը, որը շատ են սիրում IT-ի բաները, թե ինչ, այս մերկա ասետ չուներ, այս մեր ինչ հետաքրքիր էր։ Այսի դեմոյա, մի հատ հեսա տենանք ով կա, ստե Ալեքսը տենանք ունի ապրանք։ Ասեց։ Ասետի մեր այս մի աշխատակցի վրա կա գրանցված մի հատիկ համակարգիչ, հա։ Սա էլ է մի հատ կարևոր կոմպոնենտ, էլի խոսում ենք մենք ոչ թե փոքր բիզնեսների մասին, ինքը product ավելի մեծ կազմակերպությունների համար է, տասնյակ մարդկանց։ Երբ որ բիզնեսը գալիս է մարդուն, տալիս են կլավիատուրա, միշկա, չէ, ասենք տարբեր ուրիշ գործիքներ են տալի, ավելին ասեմ, տալիս են ինչ-որ access-ներ, ինչ-որ սիստեմաների, եւ ինչ-որ մոմենտ բոլորը մոռանում են, թե այս մարդին ինչին access ուներ եւ ինչ են այս մարդուն տվել։ Հետո ինչ պահանջեք այդ մարդուց, որովհետև թղթի վրա միտեղ գրել են, այդ թուղթն էլ կոմպյուտերի վրա կպցրած էր, թուղթը թափեցին, մոռացան այդ մարդու մոտ այդ կոմպյուտերը հետ տվել է, հետ չի տվել։ Օֆբորդինգի, օնբորդինգի ժամանակ շատ կարևոր կոմպոնենտ է դառնում այս asset բանը։ Բացի դրանից, էսի մի հատ ավելի լավ user էր, որը դե դեմոյի մեջ կար, ժամանակի ընթացքում ինքը տակից տեխնոլոգիա է աշխատում, փոքր արհեստական բանականություն է ստեղ, կարողանում է մարդու այս չարտերը ձեզ ծանոթը ավելի տեխնիկական թույլ տա ուժեղ եւ թույլ կողմերը։ Այսինքն HR մենեջերը կարողանում է հստակ հասկանա որտեղ է պետք ավելի ուշադրություն դարձնել այս մարդուն ավելի տանել դեպի զարգացման։ Ինչ որ
ուրիշ կոմպոնենտ կա, որ ձեզ ավելի հետաքրքիր է, որ սա հերթով չտամ բացատրեմ, թե պրոյեկտների մեջ հաճախակի է լինում ավտոմատիզացիայի կտորը, դրա համար կուզեմ ավելի մանրամասը հասկանալ։ Բանը ստրուկտուրա ոնց է ինքը աշխատում հասկացա։ Հուսամ, որ իմ հարցը աուդիտորյանն էլ հետաքրքիր կլինի։ Օբլեչնի վերսիա է, հա, ոնց հասկանում եմ։ Հա, կոնֆիդենցիալնեսի մասը ուզում եմ հասկանամ կոնֆիդենցիալնեսի մասը ոնց է պահպանվում, կոնֆիդենցիալությունը ոնց է պահպանվում, էս մեկ, երկրորդը ոնց է իր կապը մյուս ծրագրերի հետ, դրա համար դեզայնից առաջ լինքից խոսնակն էլ այդ մասին ասեց ու ինձ թվում է խորհրդատուներ, բոլորը կասեն, որ հիմնականում ընկերություններում տենց կաշա է դառնում մի քանի ծրագիր, Էդգարին էլ նշեց իր սփիչում, որ շատ տարբեր ավտոմատիզացիայի ծրագրեր են դնում, որոնք իրար հետ կապ չունեն, մի բաժին մյուս բաժնի հետ չի խոսում, պրոցեսների մի մասը միտեղ արվում ավտոմատիզացիայով, մյուստեղ արվում է կիսատ, միտեղ մարդիկ են անփորձ կիրառում եւ այլն։ Ոնց է ձեր ծրագիրը կպնում, եթե պետքա կպնի, եթե կպնելու հնարավորություն ունի մյուս ծրագրերի հետ, որպեսզի օրինակ նույն աշխատավարձի հաշվառման, հա, compensation benefit փաթեթի հաշվարկի ու վճարման հետ կապված ոնց որ խնդիր չունենա double գործ անելու։ Մի հատ շատ հետաքրքիր բան, այսօր ես պատմում եմ Կլոդի մասին, հա, եթե Կլոդը գիտեք, Կլոդը 2 տարի առաջ անտրոպիկը 2 տարի առաջ, երբ որ իրանք արդեն զարգանում էին, արագ տեմպերով աճում էին, մի հատ իրանք պրոտոկոլ են հորինել, MCP պրոտոկոլ, որը թույլ է տալիս տվյալները, ոնց որ ասում են, տանել բերել ավելի հեշտ։ Հա, հիմա այս product-ի հիմքում դրած է այդ MCP պրոտոկոլները, որը թույլ է տալի ինֆորմացիան ինչպես եւ դուրս տանել եւ ներս բերել բավականին անվտանգ վիճակով, այսինքն դուք թույլատրություն եք տալի, access-ներ եք տալի ձեր ցանկացած ուրիշ ծրագրի, հիմիկվա դրության բոլոր նորարար ծրագրերը արդեն աշխատում են այդ MCP պրոտոկոլներով։ MCP պրոտոկոլով ցանկացած ուրիշ գործիք կարողանում է կպնել ձեր product-ին, ու դուք կարողանում եք հասկանալ ինֆորմացիան ուզում եք մենակ կարդալու, գրելու եւ որ կողմ կարդալու, այսինքն ինքը կարողանում է մենակ ինֆորմացիա ներս տա, կարողանում է մենակ վերցնի, թե կարողանում է երկու կողմանի վերցնի եւ կարդա եւ գրի եւ ջնջի եւ մնացած ուրիշ բաները։ Այսինքն ցանկացած դուք կարողանում եք այդ նաստրոյկա անեք։ Բացի դրանից ամենակարևոր հնարավորություններից մեկը, ինչի համար եմ սա պատում, այստեղ տարբեր մենյուներ կա, տենում եք օկեարներ, բաներ, ամեն ինչ սա հավաքագրվում է ծրագրի մեջ։ Եվ ամենակարևոր կրիտիկական կոմպոնենտը այստեղ գալիս է, որ դուք հնարավորություն ունեք կպցնելու ձեր արհեստական բանականությունը սրան։ Ինչ է սա նշանակում, հա? Մենք խոսում ենք տվյալների մասին, մենք խոսում ենք տվյալների ապահովության մասին, սկսենք նրանից, որ ինքը ամենամաքսիմում հնարավոր ապահովություն ունի, որովհետև մեր կազմակերպությունը ISO 27001 անցած կազմակերպություն է, որ արդեն մենք մի քանի տարի անցնում ենք, որը հենց ապահովում է տվյալների գաղտնիությունը եւ ընդհանուր սերվերների ստուգումը։ Այսինքն ամեն տարի կազմակերպությունը համաշխարհային մասնագետների կողմից գալիս է ստուգվում է, որ տվյալները ապահով են եւ արտահոս չի լինում, մաքսիմում հնարավոր ձևով իրանք պաշտպանված են։ Եվ ձեր տվյալներին դուք մենակ հասանելիություն ունեք, ձեր թիմը եւ ամենակարևորը, այնտեղ ներքևները կա, audit log ցանկացած ինչ որ բան գործունեություն ձեր համակարգում կատարվում է, գրանցվում է ով արե, երբ արե, ինչա կատարվել ձեր համակարգում։ Եվ արհեստական բանականության կոմպոնենտը, այս ամեն ինչը ընդամենը հնարավորություն է, որ պատում էի, տվյալները ճիշտ հավաքագրելու։ Այսքան սա մենյուները իր սաբ մենյուներով, միլիոնատ ուրիշ բաներով, որ ասեմ, ընդամենը ճիշտ ձևը հավաքագրելու տվյալները եւ բոլոր տվյալները պահելու։ Իրականում ստեղ կարա հարյուրատել ավել բան լինի, բայց եթե դուք այդ տվյալները ճիշտ չեք հավաքագրում, չեք կարողանում օգտագործել։ Վերջում կարևոր կոմպոնենտ կա, որ դուք կարողանում եք կպցնեք ձեր արհեստական բանականությունը։ Շատերի մոտ այդ խնդիրն է միշտ առաջանում, որ ասում են
Լավ, այս տվյալները պահպանված է, բա հետո այդ տվյալները գնալու արհեստական բանականության մեջ, բա ի՞նչ է լինելու։ Ստեղ արդեն դուք եք որոշում, որպես կազմակերպության տնօրեն, ղեկավար, security մասնագետ, թե որտեղ եք ուզում ուղարկեք ձեր տվյալները։ Մի քանի հնարավորություն կա, կարող կպցնեք ChatGPT-ին, Claude-ին, եթե իրանց դավերը անում եք որպես մեծ համաշխարհային կազմակերպություն, ձեր տվյալները գնում անդե, վերլուծվում է եւ հետ է գալի, հնարավորություն ունեք ձեր լոկալ LLM-ը դնելու, որը աշխատում է մենակ ձեր համար եւ իրան կպցնելու, ձեզ ասեմ, դա ավելի վատ է աշխատելու, որովհետեւ լոկալ LLM-ները իրենք ավելի քիչ խելացի են, քան դրանք, որոնք հասանել են on-line-ով։ Բայց կախված կազմակերպության security policy-ներից, ինչքան են իրենք պատրաստ իրենց տվյալները դուրս տալու, կազմակերպություն կա, որ նախընտրում են, որ իրենց local LLM-ը դնեն, կպցնում են դրան, հնարավորությունը տալիս է։ Եվ բոլոր վերլուծությունները արդեն արհեստական բանականությունը անում է դրա միջոցով։ Կամ եթե դուք այտենց չեք մտածում, որ ինչ-որ մեկ պետք է ձեր տվյալները գնում են Claude-ից հետ են գալի պատասխանը եւ դուք սաղ վերլուծությունները տեսնում եք։ Պատասխանը ձեր հարցին է։ Ուզում եի հասկանալ հայերեն տարբերակը կա թե չէ, քանի որ մենք պարտավոր չենք բոլորս անգլերեն իմանալ, այսքանը։ Մենք պարտավոր ենք։ Չէ, մի հատ բան ասեմ ձեզ, իրականում այս product-ը ոնց որ հայկական շուկայի համար նույնիսկ նախատեսված չի, որովհետև իր մեջ ներգրավում է մենյուներ, օրինակի համար, չգիտեմ, քանի հոգի OKR-ներ է օգտագործում կամ Career Growth Framework։ Ինչ որ մարդ կա, որ օգտագործում է OKR-ներ HR-ում, դուք օգտագործում եք։ Okay, գործիքակազմ։ Չանձնական կյանքում եք օգտագործում։ Շատ շատ ուրախ եմ։ Իսկ Career Growth Framework մարդ կա, որ օգտագործում է։ Օգտագործում եք Career Growth Framework-ը։ Այսա մի վարքան։ Ցույց տամ, որ չէ, բացատրեմ ինչի համար եմ բանանում։ Էլի մենք այս կազմակերպությունը էլի սարքել ենք համապատասխան համաշխարհային ստանդարտների, թե ոնց են համաշխարհային կազմակերպությունները օգտագործում իրան ստանդարտներով, հա։ Եվ մենք իրեն մինչև հիմա Հայաստանում երևի 1-2 հաճախորդ ունենք, միայն արտասահմանի համար ա եղել։ Պրոստը ես քանի որ այսօր այստեղ խոսնակ էի, ոնց որ հրավիրեցին ինձ էլ երկրորդ բացատրեմ էլ product-ի մասին, եմ ասում Հայաստանում առաջ անգամ է, որ այս product-ը вообще ներկայացվում է շուկայում, հայերեն չունենք, բայց եթե իմանանք, որ դες շատ պետք է հայերենով իրան օգտագործել, բան կանենք։ Ինչի համար եմ սա ասում, այն product-ները, այն կոմպոնենտները, որ մենք սարքել ենք, որ կա, ինքը համաշխարհային HR management-ի product-ային կտորներ են, էլի, որը Հայաստանում նույնիսկ շատերը չեն էլ օգտագործում, բայց դա մեր մոտ ներդրած է։ Եթե իմանանք, որ ձեզ շատ հայերեն պետք, կարանք թարգմանենք, այնցա որ խնդիր չի, էլի։ Մենակ այդ բանը չի գտա մի վարքան։ Հա։ Ուրիշ հարցեր։ Լավ։ Այս ձեր պատասխանից իմ մոտ հարց առաջացավ։ Այս տարբերակից հնարավոր է ունիվերսալ HR գործիք սարքել հենց Հայաստանի համար, էլի, հետո իմպլեմենտացիա արվի մեր մոտ։ Հենց Հայաստանի համար։ Հա։ Իսկ ինչով է Հայաստանի հետ տարբերվում ինչներից։ Դե նայեք, կա համաշխարհային միջազգային բան, հիմա այս Career Growth Framework-ը ես դրա համար էի ասում։ Նայեք, ինչի համար է սա կարևոր, ինչ Հայաստանում ես երևի ելեմ ասում, համարյա չեմ տեսել, որ օգտագործեն, որ ցանկացած թիմի անդամ իմանալով որտեղ է ինքը գործի ընդունվել, որ պոզիցիայում, ինքը գիտի որտեղ ինքը հնարավորություն ունի աճելու։ Կարիերնի ռոստը, հա, տենց ասած։ Եվ ինչա պահանջվում ամեն этаպում նրա համար, որ ինքը կարողանա առաջ գնա իր կարիերայով։ Որովհետև այն խնդիրը, որ համաշխարհային մակարդակներում կազմակերպությունը HR-ում ունենում են, երբ որ թիմի անդամը չի հասկանում ինքը երբ է ջունիորից միդ դառնում օրինակի համար։ Ինքը մի տարի աշխատում է, գալիս ղեկավարի մոտ ասում է կարամ միդ դառնամ, ուտեղ ինչ խոսակցություն է գնում, ասում է դե հələ չես ասել դրան։ Բայց երբ որ կազմակերպությունը ունենում է ներդրած framework, որտեղ գրած է նրա համար, որ դու միդ դառնաս, դու պիտի համապատասխանես այս ստանդարտներին։ OKR-ներով չէ։ OKR-ները դա արդեն հետո ինդիվիդուալ OKR-ա դրվում։
Դե իր ղեկավարը ստեղ ամեն մեկին վրա գրածա թե ինչա ինքը ինչին պետք է համապատասխանի, ինչ ունենա եւ ամեն 3 ամիսը մեկ կամ կես տարին մեկ կազմակերպությունը իր ղեկավարի իր հետ անում են իրանց review են անում, performance review, որի համապատասխան գնահատվում է թե ամեն կետին քանի տոկոսով է ինքը համապատասխանում։ Եվ արվում է դա երկու կողմից, անում է եւ աշխատակիցը ինքը իրան է գնահատում։ Ասում է ես համարում եմ, որ այս knowledge-ը, որ ես ունեմ, ես կարողանում եմ ճիշտ օգտագործեմ իմ բիզնեսում կամ գիտեմ SSS ծրագրերը ոնց օգտագործեմ։ Նույն բանը գնահատում է ղեկավարը։ Հետո իրանք համեմատում են, հետո իրար հետ նստում քննարկում են, այսինքն գործիքը թույլ է տալի այդ քննարկում իրար հետ անել։ Եթե չեն գալի նույն հայտարարի, այդտեղ արդեն խնդիր է, որ արդեն այդ HR-ը գալի մասնակցում է, ինչի է ղեկավարը ուրիշ ձև է աշխատակցին տենում եւ աշխատակիցը ինչի է տենում իրան Այդտեղ AI պետք չի մարդն է խառնում, որտեվ AI դե արդեն չի հասկանում ոնց անի, չեն կարողանում այդ AI։ Բայց սա օրինակի համար նույնն էլ եմ ասում, Հայաստանում ես չեմ տեսել որ շատ օգտագործեն, թույլ է տալի ցանկացած մարդուն հասկանալ, թե ինքը որտեղ է, ինչա պետք իր համար, որ ինքը կարողանա աճի։ Մյուս этап գնալու համար, որ ինքը կարողանա ասի ես հիմա էլ միջ չեմ, ես սենյոր եմ, որ իմ աշխատավարձը կարողանաք վերանայեք։ Այնքը process-ներն է հստակ հասկանալով թե ամեն պոզիցիայում ինչ է եւ ինտերն սկսելով այն շախմատի նման է, հա, դու որպես պեշկա օրինակի համար որպես ինտերն սկսեցի, դու հասկանում ես, որ դու այստեղ կարաս տեխնիկապես դառնաս կրեատիվ դիրեկտոր, թակուի կարաս դառնաս, բայց քեզ դրա համար պետք է այս ճանապարհը անցնել։ Ու սա ոնց որ աչքեր է բացում աշխատակցի համար, դրա համար հետո երբ որ իրենք սկսում է իր ղեկավարի հետ անընդհատ one-on-one-ներ անել, չգիտեմ, դուք one-on-one-ներ անում եք ղեկավարը բանի հետ։ Ինքը թույլ է տալիս այդտեղ գրանցվում է one-on-one-ները, ամեն ինչը, սաղ, դա վերացում ավտոմատ գալիս է կպնում է թե ինչ է ինքը համապատասխանում է թե չէ, որից հետո երբ որ մի բան չի համապատասխանում թիմի անդամին իր ղեկավարի հետ հասկացողության մեջ, ղեկավարն ասում է, «Էսի պետքա այս բաները սովորես», դառնում է պլան, որ ինքը եթե սովորեց Այսի դանա դառնում եւ ինքը հնարավոր ալնում որ կարողանա պահանջի աշխատավարձի բարձրացում կամ պոզիցիայի բարձրացում։ Ինչի՞։ Իդեալական է ղեկավարի համար։ Ես դες ասեմ որպես ղեկավար, որ երկար իդեալական է բոլորի համար, ես դες ասեմ։ Մենք մեր կազմակերպությունը սա իմպլեմենտացիա անելուց, սա խնդիրները թե աշխատավարձը պետքա բարձրացնել, ես overtime եմ աշխատում թե ոչ Ես շատ եմ աշխատում, ինձ քիչ եք փող տալիս։ Միանգամից ամեն ինչ ընկնում է տեղը։ Միանգամից։ Ինչա՞։ Հա, բացի դրանից, երբ որ դուք ռեգուլյար էլի գործիքով one-on-one եք անում, ստե ինչ որ պահից տակից էլի ալգորիթմներ աշխատում, որ բերում է flight risk-ի։ Որ ինքը ասում է, այս մարդիկ, իրանք ռեգուլյար հետ են ընկնում իրանց բաների մեջ, իրանք իրանց բարձր են գնահատում, իր ղեկավարը իրանց ցածր է գնահատում, ինչ որ մոմենտ կոնֆլիկտ է առաջանալու եւ այս մարդը շատ մեծ հնարավորություն ունի HR մասնագետի համար, որ կարող է ինքը գործից դուրս գա։ Որովհետեւ այնտեղ կա նույնիսկ հնարավորություն, որ թիմի անդամները իրար են գնահատում ներքին անոնիմ, դա այդ 360-ը, հա, որը թույլ է տալի, որ դուք տեսնեք, որ ինչ որ մի հատ Ձեր աշխատակից են ինչ է նշանակում։ Հա, ես եմ տեսնում, հասկացա։ Հա, 3 քանի բալանոցից էր։ Սա ընդհանուր պրոստ ուզում էի, կարճ պատկերացնեք, ել եմ ասում, ստեղ հարցը պրոդուկտի մեջ չի, իմ ձեզ ոնց որ ուղղություն ցույց տալը, որ տվյալները պետք է բոլորը հավաքագրել, պահել ու շատ ժամանակ նորից գալիս եմ նրան, որ նույն հայկական HR-ը իր ժամանակի ընթացքում իր ձևով է ձևավորվել ու շատ բաներ կա համաշխարհային ստանդարտներում, որը Հայաստանում նույնիսկ չգիտեն, չեն օգտագործում եւ չեն իմպլեմենտացնում, որը բերում է նրան, որ դուք թերի ինֆորմացիա ունենալով չեք կարողանում դա ավելի ճիշտ արհեստական բանականությանը տալ, որովհետեւ երբ որ այս տվյալները բոլորը դուք ունեք, ու տակից ունեք կպցրած արհեստական բանականություն, երբ որ հարց եք տալիս, որ այս աղջիկը, որ օրինակի համար ինքը flight risk ունի, ինչքան կարևոր է մեր կազմակերպության համար, AI-ը տակից գնում է նայում է բոլոր իր task-երը, ինչքան task-եր ունի մոտակա մի քանի շաբաթում, ինչքան կարևոր գործ ունենալ, ասում է դե ուզում է գնա թող գնա։
Եթե դուրս է գալու գործից, մեր համար կարևոր չի։ Կամ վերլուծումը ասում է շատ կարևոր է այս մարդը մեր համար, եկեք մտածենք ոնց աշխատենք, որ այս աշխատակցին, որտեվ ինքը task-երի վրա բավական շատ task-եր ունի իր վրա վերցրած։ Բայց ընդհանրապես պետք է սաղ այս տվյալները մի տեղ լինի։ Սաղ դրա մեջ է խնդիրը։ Ասեմ ինչի էի ասում, որ ինքը կաշմարա ղեկավարների համար եւ լավ բանա սեփականատերի համար։ Սեփականատերերը ձգտում են, որ շատ փող աշխատեն, որ ամեն ինչ ավելի համակարգված լինի, բայց որպես շահառու բիզնեսի ղեկավարին շատ ավելի լավ այդ անորոշությունը թողնել, որովհետեւ այդ անորոշության, ասեմ, մի րոպե, արի բանից գրքայինից մի վարքյան անցնենք իրականում մարդիկ շատ ժամանակ շահագրգռված են, որպեսզի ունենան կրուտիտի տեղ, այսպես ասած, որպեսզի կարողանան արդարացնել որոշ բաներ չանելը, այո, աշխատակից է, չէ՞ տնօրենը, Սիոն աշխատակից չի։ Սիոն աշխատակից չի։ Գործադիր տնօրենը։ Տեսեք, այս գործիքը որ ունենք, սա գլխավորապես CEO-ի համար է, HR-ի համար է, որպեսզի կարողանան թիմը ավելի լավ կառավարել, ճիշտ է։ Ոչ միայն։ Նաև սա թիմի անդամների համար էլ է, որ իրանք էլ հասկանան, թե ինչ է իրենցից պահանջում ղեկավարությունը, որ եթե իրանք չեն համապատասխանում, որ կոնֆլիկտ չառաջանա, որովհետև շատ ժամանակ լինում է, որ աշխատակիցները իրանց թվում է, որ իրանք շատ են գործանում, ու անընդհատ ղեկավարի առաջ բերում եւ HR-ի առաջ բերում դնում են, ես այսքան գործ եմ անում, ինձի չեք գնահատում ու դա բերում է նրան, որ ինքը ինչ-որ մոմենտ հասկանում է, որ ինքը ուզում է գործից դուրս գա։ Բայց դրա համար պետք է այդ մշակութային shift-ը, չէ՞, մտավոր պատրաստ լինել դրան, որ մենք գնում ենք զարգացման, մենք ռազմավարություն պիտի ունենանք սրա համար, առանց ռազմավարության չի աշխատի։ Եվ սա բերում է նրան, որ եթե աշխատակիցը լավն է, ինքը շատ մեծ հաճույքով ցանկացած գործիք օգտագործելու է, որովհետև դա իրան թույլ է տալու ցույց տալ ինքը ինչքան լավն է, որովհետև երբ որ լավ աշխատակից էր, բայց ինքը տենց էր, որ կրուտիտի մարդ չէր, որ անդադ պլստասներ ու ցույց տար ղեկավարությանը ինչ ուզում է ցույց տա, որ լավ պաշտոն ստանար, այլ ինքը իր գլուխը կախ աշխատող աշխատակից էր, հա, ու ինքը միշտ իրան թերագնահատում է, որովհետև ինքը չէր գոռում, որ ես լավն եմ։ Իսկ այն ով որ բաներ անում, հիմա դա էլ չի լինելու։ Այն ով որ կրուտիտ էր լինելու, այնքը դեմ է լինելու այսպես ծրագրերին եւ ցանկացած արհեստական բանականության։ Իրանք կրուտիտ լինողները շատ են։ Եվ դա բերելու է նրան, որ եթե դուք իմպլեմենտացիա անեք, ամենաառաջինը բողոքելու են նմանատիպ պրոդուկտներից եւ արհեստական բանականությունից այն մարդիկ, որոնք գործ չէին անում, որովհետեւ այդ գործիքը ցույց է տալու, որ իրանք շատ վատ էին աշխատում ու իրանք вообще կազմակերպություն չպիտի աշխատեն։ Իսկ ով որ ռեալ գործ է անում, շատ մեծ հաճույքով օգտագործելու է գործիքը, որովհետև դա թույլ է տալու ինչքան լավ մասնագետ է ինքը, ինչքան շատ է գործանում, առանց անընդհատ գնալով տնօրենին դուռը ծեծելով եւ ասելու նայ, ես էլ եմ արել։ Վերջին հարցը, իսկ ունի այս համակարգը տենց համակարգ, որ մարդը սխալ անում, ներենք շանս տանք։ Ղեկավարն է որոշում ներենք, հոստե AI իր տեղը, չէ, AI ընդամենը համախմբում եւ ձեզ պատասխանատալի որպես վերլուծություն, թե վերջնական ինչ անեք, AI human in the middle-ը ստեղ կա տենց հասկացողություն, էլի։ Լավ, ասեք, հա։ Մի հատ վերջի հարցը ու ավարտենք, всё։ Շատ են խոսում հիմա coaching-ից, շատերը ներգրավում են coach-ներ, արդյոք դուք ինչպես եք նայում կամ ձեր ծրագրում կա, որովհետև որպես սպամագայթն է HR-ի գործիք, coach հասկացությունը։ Մենք մեջ մի հատ կտոր ունենք, որտեղ հնարավոր ալնում առաջինը HR-ը եւ տնօրենները կարողանում են կիսվել տվյալներով, նոր վիդեոներով, հետաքրքիր փաստերով, եւ երկրորդը ցանկացած աշխատակից եթե հետաքրքիր բան է գնում, կարողանում է կիսվի եւ մի հատ այնց համակարգա դառնում, որ ոչ թե այնց լավ կատվի նկար եմ գտել, այլ լավ հետաքրքիր, ասենք TEDx եմ գտել, ժողովուրդ եկեք նայեք, բոլորին թիմի անդամներին ներևում է, որ ոնց որ լարնում է knowledge sharing։ Ուղղակի հիմա բանկեր կան շատ, օրինակ մենք ունեցել ենք coaching այդպիսի սեմինարներ հանդիպում, ներկայացրեցին, որ մեր բանկում արդեն coach կա, որ աշխատում է աշխատակիցների հետ, որը նպաստում է նաև աշխատակցի ճիշտ դիրքավորմանը եւ այլ, հարցս ասեցի, իսկ ունենք ինչ որ ցուցանիշներ, չի, ասում եմ 2 տարի աշխատում ենք, դեռ չունենք, բայց կունենանք։ Չէ, ամեն ինչ պետք է չափել։ Ու դա էլ ամենավերջի երևի խորհուրդ տամ, ցանկացած բան ինչ անում եք, պետք է չափողական լինի։ Կարողանաք չափեք HR-ի մեջ։ Եթե չեք կարողանում չափել, ուրեմն չեք կարողանում գնահատեք, չեք կարողանալու հասկանալ էֆեկտիվ էր թե չէ այդ իմպլեմենտացիան ցանկացած բանի։ Շնորհակալություն հետաքրքիր հարցերի համար։